Կամ հենց այս պահին նկատի ունեմ 3 այսօր, այս քանի օրը ինչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը Տեր Թադեին տնից հանում են 4 երեխաների հորը Կտրիչ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ Մի հատ դադարեցեք բան եմ ասում։ Հերիքա, հասկանալի է, հերիքա։ Շարունակեք Տիկին Դավոյան։ Մի հատ լսելու ունակություն ձեռք բերեք եւ լսեք։ Տունը։ Պարոն Մխիթարյան, ձեզ նախատեսում տեղից մի խոսեք։ Մի րոպե, մի խանգարեք։ Տունը, որտեղ բնակվում է Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիչ անուն ազգանունով մարդու վրա։ Ոչ թե Գարեգին Բ-ի, ոչ թե կաթողիկոսի, Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա։ Եվ այդ տնից այսօր Հերիքա, հարգելի բարեկամներ, շարունակեք Տիկին Դավոյան։ Իսկ նույնիսկ ես մեկը բայց չարժեր դմդմփացնել ձեր տրամաբանության շրջանում։ Այսինքն ձեր տրամաբանությամբ նորմալ է, որ մարդուն տնից հանում են, բայց որ տունը գրանցված է իմ նշած անուն ազգանունով մարդու վրա, այդտեղ արդեն այդ անուն ազգանունի հետ խնդրեմ ունեք, բայց եկեք խոսեք, ասեք ձեր սիրելի կաթողիկոս կոչեցյալը ինչի՞ է 4 երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը։ Բա դրա վրա ինչի՞ չեք դմդմբացնում, դա հայրաբար է, դա քրիստոնեաբար է, ասեմ ավելին, որ էլի տուն կա, որտեղ ապրում է Տեր Արամը, էդ էլ է գրանցված Ներսիսյան Կտրիչ անուն ազգանունով մարդու վրա։ Բա խոսեք այդ մասին, բա այդ ո՞նց է լինում, որ միտեղ անձնագրով էսպես է, բա այդ ո՞նց է լինում, որ այդ տները տենց է լինում։ Բա խոսեք։ Չեք խոսելու, որովհետև խոսելու բան չունեք, որովհետև գիտեք ծիծաղելին որն է, որ այստեղից ասում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավարը կաթողիկոսը ունի զավակ, քար լռություն։ Ոչ մեկի դա չի հուզում։ Ունի խախտել է կուսակրանության ուխտը, նորմալ է, չենք դմդմբացնում։ Իր ողջ բարեկամներին օծել դարձրել է եպիսկոպոսներ եւ այլն, որը կանոնակարգերով արգելված է, այդտեղ էլ է նորմալ։ Գիտեք ինչի, որովհետև պարոն Կարապետյանի հոպարի նկարը կպցրած է եկեղեցի բանում, վեհարանում եւ չի կարելի դրան արձագանքել։ Չի կարելի, պետք է այդ ամեն ինչին լավ վերաբերվել, բայց հենց անուն ազգանունն ասում ենք, էլ չեմ ասելու, որովհետև հավես չկա։ Հենց անուն ազգանունն ասում ենք, ստեղ ինչ-որ բուրըն ռեակցիաներ են լինում։ Ամոթ է, վերջացրեք։ Տիկին Գրիգորյան, չեք լսում, ոչինչ։ Տիկին Գրիգորյան, երբ գաք էստեղից խոսեք Ռոբերտ Քոչարյանի, Աթարամիտ եւ այլ բաների մասին, տենց էպիցետներ ասեք, դրվատանքի խոսքեր ասեք, անպայման համեմատեք, անպայման սկսեք պատմել, թե ինչպես կարող էր մարդը հարստանալ 10 տարում եւ ինչպիսի տիեզերական արագությամբ է այդ մարդը հարստացել եւ ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ մարդուն այդքան չեն սիրում։ Ուղղակի մեզնից վերացարկվեք, մենք այստեղ չենք։ Մի հատ դուրս եկեք փողոց եւ տեսեք մարդիկ ինչպիսի ուշադրությամբ են հետեւում այն process-ներին, որը տեղի է ունենում, եւ եկեք ասեք, քանի որ դուք կոռուպցիայից շատ եք սիրում խոսել, եկեք պատմեք, թե այդ կոռուպցիոն գործարքները, որոնք հրապարակված են, որևէ խնդիր չունեն, ամեն ինչ նորմալ է եւ ոչ մի բան տեղի չի ունեցել, ուղղակի հաջողակ աստղի տակ են ծնվել մարդիկ եւ տենց հաջողություններ են ունեցել։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ երբ էլի գալիս եք ասում եք 2 երեխաներ, այսպես, այնպես, կալանավորեցին երեխաների աչքի առաջ, գիտեք չէ՞ որ Գորգ Քլոյանն էլ 2 անչափահաս երեխա ուներ։ Եվ իր երեխաները իրենց հորը այդպես էլ չտեսան։ Բա մի օր եկեք դրանց մասին է խոսեք։ Չեք կարող, չէ՞ խոսել, դե որովհետև Արտուր Խաչատյանն ասում էր, ամսաթվեր են, մարտի 1, հոկտեմբերի 27, հունվարի 4, ամսաթվեր չեն, պարոն Խաչատյան։ Խայտարակության ամսաթվեր են։ Եվ պետք չի այդ ամսաթվերը, այսպես հա դե ամսաթվեր են էլի անցած լինի։ Անցած չի լինելու, որովհետև արդարության ժամը համենայն դեպս գալու է։ Ու ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիները գիտեք ոնց կարելի է բնութագրել։ Հայտնի քառատողի վերջի 2 տողերով, երբ ասում էր Աստված պահի քո բալին, ոնց էր համը իմ ձաքի։ Այդպես կարելի է բնութագրել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Շնորհակալ եմ։